Մի կողմում եկել են մարդիկ, որոնք կանգնած են առաքելական եկեղեցու կողքին, մյուս կողմում եկել են մարդիկ, որոնք վեհափառի հրաժարական են պահանջում։ Մինչև օրս դեկտեմբեր 7-ի Գյումրվա ահա որ տպավորությունին վրաս է Գյումրին այնքան խոցված չի եղել երկրաշարժից այս կողմքան այս տարվա դեկտեմբեր 7-ին, երբ ոչ պետական ռեսուրսը ծառայեցվեց մի մարդու ցնորքի, պատրանքի, ինքնահաստատման եւ տեսանք թե ինչ եղավ Գյումրիում։ Այսօր եւս ցույց է տալիս թե ինչու մենք առայժմ դաբալվել ենք, ծախողվել ենք որպես պետություն։ Այս իշխանությունը մեզ բերել է այս վիճակին, որ դեմ դիմաց նույն ժողովրդի մասնիկները կանգնած են, մեկը բերված, մյուսը արդեն եկել է սկզբունք պաշտպանելու համար։ Նա ով հրաժարական է պահանջում, իրավունք ունի, բայց առաջ թող ինքը հրաժարական տա իր հետաքրքրի համար, եւ դա վերաբերում է թե գլխավոր աշխարհիկ ղեկավարին եւ նաեւ իրեն ծառայության մեջ գտնվող ցավոք սրտի որոշ սրբազաններին դակավին։ Հրաժարական տվեք, հետո հրաժարական պահանջեք, եթե հայրենիքի եկեղեցու ժողովրդի իրավունքը շատ պահանջում է, բոլոր միասին թող հեռանան եւ վերանորոգվի մեր երկիրը, բայց ոչ թե միագոմանի եւ ոչ թե անիրավ եւ առանց իրավասության, մոռանալով սեփական վարկը, սեփական բարեվարկությունը, քարնեդել դիմացի մայթ։ Այո, կաթողիկոս սրբազանները վրիբել են անցյալում դարբեր չափումներով եւ ոչ անձնականի մասին չէ իմ խոսքը, մեկը թող իր անձնականը կարգավորի եւ ավաշխարի եթե պետք է, այլ նաեւ սխալներ եղել են, երբ իշխանությունը բոլոր նախագահությունների օրոք փորձել է ազդել եկեղեցու վրա, եկեղեցին էլ ի պատասխան նաեւ դիրքորոշում վերաբերմունք է ցույց տվել տվյալ գործող իշխանության նկատմամբ։ Դա սխալ է, դա բերել է այսօրվան։ Հիմա մենք հնարավորություն ունենք ի վերջո այս ահավոր գրեթե դժոխային իրավիճակում վերջապես տեսնել եկեղեցու եւ պետության դարանջադումը։ Եթե ճշգրիտ աշխատենք, ոչ հատվածաբաշտ, բայց քանի որ գա իր իշխանիկության գահին այս մարդը իր նպատակով, մենք պիտի ունենանք նման տեսարաններ եւ փոխանակ մեր պետական ապարատը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, մյուս լավ դղաները պաշտպանեն սահման, քաղաքացու իրավունք, ապահովություն, իրենք այստեղ լցվել են մայրաթոր։ Պարոն Վարդանյան, ըստ այս իշխանությունները, որոնք ամենաշատն են ժողովրդավարությունից խոսել, ինչու են հենց իրենք ամենաշատը հակաժողովրդավարական գործողություններ ու գործընթացներ սկսում, իրականացնում։ Արդեն դա մեկնաբանությունից այն կողմ է, արդեն չի կարելի մեկնաբանել, իրենք այդ ընթացքի մեջ են։ Հիմա դա կանխամտածված է, ծրագիր է, արտաքին է, իներցիա է, դա մեր իրականությունն է եւ եթե փոփոխություն չունի իրենց գոմը, իրենց մայթում այս կահավիժումը պիտի շարունակվի նաև մայրաթորի շուրջ, թեև ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը պիտի պաշտպանի իր սրբությունը, իր արժեքը, իր ազգային ժառանգությունը եւ պիտի աշխատենք սրանից հետո վերանորոգման գնալ, այո, վերանորոգման, բայց առաջի հերթին Հայաստանի Հանրապետության հրապարակից հետո մայրաթոր, հետո ամեն դեպքում գնա այդ վերանորոգումը։ Բայց գրգնում եմ, նրանք ովքեր պահանջներ են ներկայացնում, հրաժարական, ապաշխարանք եւ այն առաքջ, իրենք պիտի գնան այդ քայլին, վաստակեն այդ բարոյական, իրավական հիմքը խոսելու, բայց այսպես կալ ասպատակել, ժողովրդին բաժան-բաժանանել, սա ի վերջո նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության առաջի, երկրորդ, երրորդ թե իրենց չորրորդը արդեն ավարտի մոտ է։ Պարոն Հովհաննիսյան, 2018 թվականից օրվա իշխանությունը հատկապես թիրախավորում է վեհատար Հայրապետի ինստիտուտը։ Սա ինչ բացատրություն ունի, ինչու հատկապես վեհատար Հայրապետի ինստիտուտը։
Ես իմ պատասխանը միայն կարող է լինել տպավորություն կամ հուշագում։ Ես չեմ կարող մեկ դառնալ իրենց ներքին հոգու խղճի, եթե կա նման բան, իրենց մտածմունքների հետ։ Կանեմ ասել, որ իրենց մոտ կա մի հատ ղեկավար, մի վարչապետ, մի ֆյուրեր, մի հոգևոր առաջնորդ եւ ինքը ունի կոնկրետ մեկ անուն։ Դա մի հոգի է։ Եվ նրանք, ովքեր աշխատում են այդ մանրագետից դուրս, խոսք են ասում ժողովրդին, խոսք են ասում միջազգային հանրությանը, որը վերաբերում է հայոց իրավունքին, մեր ապակային, ուրեմն դա արդեն անընդդել է։ Դա վեհապար է, դա լրագրող է, դա փաստաբան է, դա ընդրված համայնքապետ է, դա բարեգործ է, կապ չունի։ Բոլորին հասնում է այդ մոտեցումը եւ դա, ինչ ասեմ, դա մատուցվում է, վաճառվում է որպես ժողովրդավարություն, ինչպես ասացիք, պատրաստում են ընտրությունների, պատասպարվել հիբրիդ ինչ-որ պատերազմների դեմ, մինչդեռ հիբրիդի հեղինակները հենց իրենք են եւ մենք այդ հիբրիդությունը հենց այստեղ տեսնում ենք այս երկու կողմի վրա։ Շնորհակալություն ձեզ։